Տիկին Հակոբյան հերթական նիստն է տեղի ունենում դատական, սրբազանի և 17 արդարների գործով, ինչ կասեք այս մասով, ընդհանրապես ինչ ակնկալիքներ ունեք այս անգամ դատական նիստից և ինչ եք մտածում, ինչ կլինի։ Երբևէ որևէ ակնկալիք չեմ ունեցել, հիմա էլ չունեմ ու չեմ ունենալու որևէ դրական ակնկալիք, որևէ լավ բանի սպասում բնականաբար չի լինելու, քանի դեռ կան այս իշխանությունները։ Պարզապես գալիս ենք ոչ թե հերթական անգամ արձանագրելու երկրում տիրող անարդարության այդ իրավիճակը, այլ ուղղակի գալիս ենք երևի որ նախ մեր ընկերները հասկանան, որ մենք իրենց կողքին ենք, որ որևէ կերպ այդ պայքարը չի դադարում, անպայման իրենք մեր զորակցությունը զգան ու հասկանան, որ մենք ճաղերից այս կողմ այնպես չի, որ համակերպվել ենք ու սպասում ենք, որ ինքնուրույնաբար պիտի այս հարցերը կարգավորվեն։ Մենք արդեն որերորդ դատավարությունն է և ոչ միայն Բագրատ Սրբազանի և մեր մնացյալ 17 ընկերների, այլ նաև մնացած քաղբանտարկյալների մասով, արդեն Միքայել Սրբազանի մասով, նաև Մկրտիչ Սրբազանի մասով, Տեր Գարեգինի, մնացած մեր բոլոր ընկերների արդեն թվարկելն էլ հնարավոր չի լինում, այնպիսի իրավիճակ է, որ ուղղակի հասկանալի է, սրանք բոլորը քաղաքական հետապնդումներ են և այն մարդիկ, ովքեր չխոնարհվեցին, այն մարդիկ, ովքեր նշույլ կամ պահվածք, ընդհանրապես իրենց պահվածքում ցույց տվեցին, որ որևէ անգամ կամ որևէ ժամանակ համակերպվելու են այս իրավիճակում, իրենք դաժան հետապնդումների են ենթարկվել ու ցավոք մեր շարքերը գնալով պակասում են այդ առումով, այսինքն դեռևս սա վերջը չէ և քանի դեռ ես արդեն այս իշխանություններին հենց այդպես եմ որակում, իրենք 7 գլխանի դևի գործառույթն են կարծես թե իրականացնում, հոշոտելու են ամեն բան, հոշոտելու են ամենքին ու ամեն կերպ, քանի դեռ մենք թե հասարակությունը, թե քաղաքական գործիչները այդ հնարավորությունը իրենց տալիս են, իսկ այդ հնարավորությունը այնքան է, քանի դեռ իրենք կան իշխանության։ Տիկին Հակոբյան, ինչպես եք վերաբերվում այն հարցին, որ կիրակի օրը պատարագյաններու կարգալույծ եղած քահանա Ստեփան Ասատրյանը։ Գիտեք, բնականաբար Ստեփան Ասատրյանը վստահաբար եմ ասում, ինքնուրույնաբար չի կայացրել այդ որոշումը։ Իրեն թևեր են տվել, իրեն խոստումներ են տվել և իր մեջքին կանգնած են, ով կանգնած է հենց Հայաստանի Հանրապետության ղեկավարը։ Եվ ես գիտեք չեմ զարմանա, որ կիրակի օրը, օրինակ, Ստեփանին այդպես թևեր տվողը հայտարարի, որ օրինակ ինքը կաթողիկոս է։ Հա, ես չեմ զարմանա, մեր երկրում արդեն ամեն բան հնարավոր է, որովհետև եթե որոշ ժամանակ առաջ նույն անձը Հայաստանի Հանրապետության ղեկավարը հայտարարում էր, որ օրինակ ինքը Հիսուսն է, հիմա ինքն է որոշում արդեն եկեղեցու հետագա ընթացքը Հայաստանի Հանրապետությունում, չեմ կարծում, որ պիտի զարմանանք, երբ ինքը հայտարարի, որ արդեն ինքը կաթողիկոս է, որովհետև եթե Հայաստանի Հանրապետության ղեկավարը պատրաստվում է գնալ սովորական աշխարհիկի կատարած ինչ-որ արարողակարգին, դա նշանակում է, որ այն ինչ-որ քոչվոր ցեղերին, Թուրքին և այն պետություններին, որոնք փորձել են դարերի ընթացքում վերացնել հայ առաքելական եկեղեցին, չեն հաջողել, հաջողելու է հենց այս իշխանությանը, որովհետև իրենք հենց հիմա ակտիվ եկեղեցին քանդելու պրոցեսի մեջ են։ Մի հարց էլ կապված Ադրբեջանի փորձագիտական, այսպես կոչված խմբի Հայաստան ժամանելու հետ, նրանց մեջ նաև Արցախի շրջափակմանը մասնակցած, այսպես կոչված էկոակտիվիստների Սվոմն Դիլարա Էֆենդիվան, ինչ կասեք այս առումով։ Ես կարող եմ փաստել մի բան, որ այն ինչի մասին մենք խոսում էինք դեռևս 2018-ին, երբ զգուշացնում էինք, երբ թմբկահարում էինք, որ իշխանությունը Հայաստանում զավթ
մարտվել է Արցախը հանձնելու նպատակով եւ դա դեռևս նախերգանքն է, հետագա ընթացքը մենք տեսնելու ենք Հայաստանի Հանրապետությունում եւ այդ ամենը պլանավորած է եւ ոչ թե պլանավորվել է 2018 կամ 2018-ից հետո, այլ պլանավորվել է մինչ իշխանազավթումը։ Այսինքն, այս մարդիկ Հայաստանում որպես իշխանություն ներդրված են թշնամու կողմից եւ հետեւաբար այն ինչ որ երեք տեղի ունեցավ եւ բարձր պաշտոնյան անվտանգության խորհրդի քարտուղարը, որը ցավով ամեն անգամ ափսոսանքով ենք նշում, որ նաեւ ծնունդով արցախցի է, այդ ընդունելությունը մի բանի մասին էր փաստում, որ այո, այս ամենը պլանավորված էր դեռևս 2018-ից առաջ այս իշխանազավթերի տերերի կողմից, իսկ իրենք ընդհանրապես կատարեցին այդ բոլոր հրահանգները եւ 2018-ից առ այսօր իրենք գծած, պլանավորած, ծրագրավորած յուրաքանչյուր օր, ժամ ու րոպե կատարում են հենց իրենց այդ պլանավորած գործընթացը։